Բարի երեկո սիրելի ֆուտբոլասեր, բարեկամներ, մեր YouTube-յան ալիքի եթերում եւս մեկ խաղային շաբաթ է, մեկ տարկում է ինչպիսի հանդիպման մրցում են միմյանց դեմ Ռեալ Բետիսն ու Այաքսը Եվրոպա լիգայի եզրափակիչ հանդիպման շրջանակներում, այո, այս ամիսների պայքարը ի վերջո մոտենում է ավարտին, Մուսախանյան հենց մեկ տարկում Բետիսը վտանգավոր գրոհի անցել, բայց Բունյատյանն այստեղ հաջող գործեց ու եզից կնետեն արդեն Բետիսի ֆուտբոլիստները ինչպիսի մեկնարկ տվեց հանդիպմանը Բետիսը ես իստետում են Բետիսի ֆուտբոլիստները ես սահոնթացնեմ թիմերի հայտացուցակները, որից հետո արդեն կանադառնանք թիմերի անցած ուղիի մասին եւ այսպես սկսենք հենց Բետիսից Արմեն Մարկայանը պաշտպանում է դարպասը համար 91 համար 7 Դավիթ Մուսախանյան նա թիմի ավագն է Արնոլդ Աբրահամյան համար 9 Ալիկ Բաղդասարյան համար 8 Նորայր Հովսեփյան համար 11 գորգ Գևորգյան համար 9 Հայկ Դիլանյան համար 13 Գևորգ Բադալյան համար 77 այսպիսի հայտացուցակ ունի այս հանդիպման համար Բետիսը ծանոթացնեմ Նաև Այաքսի հայտացուցակը պայեց գնդակ այստեղ Այաքսի ֆուտբոլիստը դաշտի սահմաններում Գևորգյան վտանգավոր գրոհ է բայց Գևորգյանի հարվածը բարձր է ստացվում երկրորդ վտանգավոր բանն էր սա որը իրականացրեցին այս խաղում Բետիսի ֆուտբոլիստները Բետիսի վտանգավոր գրոհ իսկապես շատ վտանգավոր ու սպառնալից երկու գրոհներ իրականացրեց այս խաղում Բետիսը բայց առայժմ դարպասը Մուրադյանի գրավել չստացվեց, ծանոթացնենք նաև Այաքսի հայտացուցակը Ալիկ Մուրադյանը պաշտպանում է դարպասը համար 1, նա նաև թիմի ավագն է Մոզ Բունյատյան համար 4, Արա Եսայան համար 5, Վահե Պողոսյան համար 8, Արայք Ավետիսյան համար 10, Հովանես Իսկանդարյան համար 11, Արտյոմ Սարգսյան համար 30, Խորեն Հովանեսյան համար 88 եւ Դավիթ Հայրապետյան համար 90 գնդակով կրկին Բետիսի ֆուտբոլիստներն են Վանիկ Պետրոսյան վտանգավոր գրոհի անցել հիմա Բետիսը պայեց գնդակը Պետրոսյան, այո շատ հետաքրքիր իհարկե հանդիպան ականատեսը կլինենք առնվազն 50 րոպեների ընթացքում, որից հետո եթե գրանցվի խաղադաշտում իհարկե ոչ ոքի արդյունք կդիտենք այդ խաղային 11 մետրանոց հարվածաշար թիմերը շատ երկար են սպասել այսօրվան, իսկապես դեռ պետք է այս հանդիպումը բավական վաղ կայանար, բայց իհարկե Ինչ-ինչ պատճառներով հետաձգվեց Եվրոպա լիգայի հանդիպան եզրափակիչը ու միայն այսօր արդեն թիմերը միմյանց միջև կպարզեն հարցերը նախ հիշեցնեմ որ Այաքսը կարողացավ մեկ քառորդում խմբային փուլից հետո հաղթարել Պարմայի արգելքը հետո Բետիսն էլ մեկ քառորդում ուժեղ գտնվեց Արսենալից թիմերը դուրս եկան կիսա եզրափակիչներ այո Բետիսը կիսա եզրափակիչի առաջին խաղում 9-4 հաշվով վստահ հաղթանակ տարավ Մայնցի նկատմամբ հետո էլ պատասխան խաղում Մուսախանյան ու Իմայել Պողոսյանն է հեռացնում գնդակ անկյուններ ուղարկել Մուսախանյան ու արդեն Ալիկ Մուրադյանը կարծում եմ չէր ասնի այս գնդակին եթե իհարկե Պողոսյանը չհայտվեր այս դիրքում եւս մեկ անկյունային կտեսնենք հիմա Բետիսի ֆուտբոլիստների կատարմամբ Եվս մեկ փոխանցում Մուրադյանը այս անգամ դուրս եկավ ու հստակ վերցրեց գնդակը շատ լավ նետում դեպի Աչեզր Խորեն Հովանեսյանն այստեղ է զարգացնում է արագություն Աչեզրով Հովանեսյանը դեպի կենտրոն բայց Հայրապետյանի համար մի փոքր ուժեղ ստացվեց Վանիկ Պետրոսյանն էլ ընթանում է առաջ տեսնենք շարունակությունը իհարկե շատ արագաշարժ է Պետրոսյանը պետք է նրան աչալրջորեն վերահսկել այս խաղում Այաքսի ֆուտբոլիստներին է վերաբերվում այս խոսքս իհարկե Վանիկ Պետրոսյանին տալ տարածություն հատկապես երբ նա այսօր արդեն առաջին րոպեներին Կարծում եմ նկատեցիք հանդես է գալիս Դաշտի միջին հատվածում ոչ թե իհարկե հարազատ Աչեզրում դեռ Պետրոսյանին իհարկե մենք կարծում եմ կտեսնենք գրոհներին միանալիս հարվածներ կատարելիս հենց Աչեզրից այո բայց առայժմ այս մեկնարկային րոպեներին նա ավելի շատ տեղ է զբաղեցել Դաշտի միջին հատվածում այո այսօր ունի Բետիսը շատ կարևոր ֆուտբոլիստների կորուստ չկան այս խաղում եւ ինչ է հիմա 11 մետրանոց հարված է նշանակում մրցավարը Բետիսի դարպասի ուղղությամբ կարծում եմ ամեն դեպքում դրվագը կուսումնասիրի Ոչ, 11 մետրանոց հարված չէ, այլ տուգանային հարված շատ մոտ էր իսկապես տուգանայինի մատույցներին այստեղ կանգնած Բետիսի ֆուտբոլիստը, բայց ամենայն դեպս մրցավարը կայացել է հստակ իր որոշումը
ու տեսնենք հիմա էլ Այաքսը բավական մեծ ու լավ հնարավորություն ունի ամեն դեպքում մրցավարը կդիտի դրվագի կրկնապատկերը հասկանանք կա ձեռքով խաղ թե ոչ Դիտեց այո մրցավարը դրվագի կրկնապատկերը ու այստեղ ոչինչ չի նշանակում ծափարություններ երկու թիմերին էլ այո նախ իհարկե պահանջեցին այս դիտարկումը մրցավարից մրցավարն էլ կրկնապատկերը դիտելուց հետո հստակ կայացեց արդեն իր որոշումը հետո էլ Բետիսը գնդակը հանձնեց մրցակցին հիմա շատ խառը Պայքար ընթացավ կար, եթե արդյոք այստեղ խաղի կանոնների խախտում Մուսախայանի դեմ պայքարում չսուլեց մրցավարը, քանի որ գնդակը Բետիսի մոտ է, իսկ այս փոխանցումը եթե հասներ Վանիկ Պետրոսյանին, ապա կարող էինք առաջին դարպասի գրավումն ունենալ շատ մոտ էր Պետրոսյանը Հովհաննիսյանի կատարած փոխանցումից հետո, այո, թարմացված տարբերակով Դավիթ Հովհաննիսյանը 4 համարի ներքո գործում է Բետիսի կազմում, այսօր նա հիմնական կազմում է Բետիսի ու հիմա արդեն պաշտպանության ձախ եզրում Հովհաննիսյանը ավելի շատ այս րոպեներին կգործի գնդակը կրկին Բետիսը վերականգնում է բայց այստեղ Իսկանդարյանը հաջող խլում իրականացրեց ու Դիլանյանն էլ թույլ չտվեց անցումը այս գրոյից հետո կշարունակե միտքս բայց այստեղ շատ արագաշարժ էր Հովհաննիսյանը Վահե Պողոսյան խորեն Հովհաննիսյան ու բրավո Դիլանյան փակեց հարվածի ճանապարհը իհարկե չենք կարող ասել արդյոք կասնել դարպասապա Մարկայանը ետ մղել Հովհաննիսյանի հարվածը թե ոչ ամենայն դեպս շատ ճիշտ պահին Դիլանյանը փակեց գնդակի ուղղությունը այո մեկ փաստի մասին խոսեմ կիսատ մնաց շարունակեմ միտքս այսօր երկու առանձնակի ֆուտբոլիստ բացակայում է Բետիսի հայտարարությունում Վարդան Պետրոսյանը ունի վնասվածք ու չի կարողանում այսօր գտնվել խաղադաշտում եւ օգնել Բետիսին Եվ ինչ-ինչ պատճառներով, հարգելի պատճառներով նաև բացակայում է Անդրանիկ Ադամյանը Բետիսի հայտարարությունում եւ արդեն այս երկու կարևոր ու առանցքային ֆուտբոլիստերի բացակայության դեպքում պետք է Բետիսը փորձի հաղթարել այս արգելքը Պետրոսյան շատ հեռու թողեց գնդակը, բայց Եսայանը ամեն դեպքում հեռացեց այն դաշտի սահմաններից դուրս ու անկյունայինի խաղարկումը տեսնենք, որը երրորդն է արդեն Բետիսի կատարմամբ լինելու այս խաղում ու տեսնենք անկյունայինը արդեն ինչի կվերածեն Բետիսի ֆուտբոլիստները այս դրվագում, որից հետո կշարունակեմ թիմերի անցած ուղին արդեն կիսա եզրափակիչում ու մարգելիքները կարողացան հաղթարել եւս մեկ փոխանցում հեռացված է գնդակը Դիլանյանը ընդունեց այն Կրոս դեպի Տուգանայինի մատույցներ, բայց շատ ուժեղ էր այս փոխանցումը, Ալիկ Մուրադյանն էլ վերահսկում էր իրավիճակը ու հարված ենք տեսնելու Այաքսի դարպասից, այո, Բետիսը 9-4 հաշվով կարողացավ առավելության հասնել կիսաեզրափակիչի առաջի խաղում Մայնցի նկատմամբ պատասխան խաղում պարտվեց 3-2, բայց իհարկե հիշում եք այդ հանդիպումը էականորեն դա ոչինչ չէր փոխում առաջի խաղում 5 գնդակի առավելությամբ հաղթել էր Բետիսը եւ իրեն իհարկե այդ խաղում պարտվելը ներելի էր Այդ էր Բետիսը կարողացավ դուրս գալ եզրափակիչ, իսկ Այաքսն Ապոլի դիմակայությունը էլ ավելի հետաքրքիր ստացվեց այն առումով, որ իհարկե պատասխան խաղում բավական մեծ ինտրիգ կար առաջի խաղում Այաքսը հաղթել է 4-3 հաշվով եւ ընդամենը 1 գնդակ ետ բերել Նապոլին, եթե կարողանար, ապա դիմակայությունում առնվազն հավասարություն կարող էր մտցնել, եթե հաղթեր պատասխան խաղը 1 գնդակի տարբերությամբ, բայց Այաքսը հոլանդական ակումբը նաև պատասխան խաղում շատ վստահ գործեց ու 2-0 հաշվով էլ պատասխան խաղում Այաքսի ֆուտբոլիստները տարան հաղթանակ եւ ընդհանուր դիմակայությունում գրանցվեց 6-3 հաշվը իօգուտ Այաքսի եւ համապատասխանաբար Այաքս Բետիս Եվրոպա լիգայի եզրափակիչ Խորեն Հովհաննիսյան եւս մեկ փորձ բարձր է ստացվում Հովհաննիսյանի այս հարված ու հարված ենք տեսնելու Մարկարյանի պաշտպանած դարպասից այո արդեն հանդիպումը գնալով լարվում է արդեն թիմերը իհարկե փորձում են Շատ վտանգավոր գրոններ իրականացնել Պողոսյան լավ արագացում աջ եզրով տեսնենք շարունակությունը Վահե Պողոսյանը ինչպես է մտածելու դեպի կենտրոն բայց Մուսախանյանը արդեն նահանջել էր պաշտպանություն ու գնդակը հեռացեց դաշտի սահմաններից դուրս եզրային նետոնք իրականացնել Այաքսի ֆուտբոլիստները Պողոսյան դեպի Ավետիսյանը ստացավ պատասխան փոխանցումը խաղընկերոջից ու դեպի հետ է գլորում Մոս Բունյաթյանի ուղղությամբ Նորից Պողոսյան, կրկին Բունյաթյան շատ հանգիստ է խաղարկում Այաքսը առայժմ գնդակը գտան կենտրոնում Խորեն Հովհաննիսյանին Հովհաննիսյան, դեպի Պողոսյանը գտավ հարցակման գծում է Լարայիկ Ավետիսյանին Պողոսյանը եւ այստեղ
Դիլանյանը պահեց, այո գնդակը դաշտի սահմաններում եւ Բետիսը կարող է նորից գրոել Մուսախանյան դաթարը վերցրեց դեպի Գևորգյանը գլորեց գնդակը, բայց արդեն ընկավ Բետիսի գրոյի տեմպը Իսկանդարյանը խլում իրականացրեց, բայց այս հարվածի ճանապարհն էլ փակվեց ու ամեն դեպքում այո անկյունային վաստակում է Այաքսն այս իրավիճակում դարպասապան Մարկայանը չֆիքսեց այստեղ գնդակը իհարկե մի փոքր Հանրադարձ տեղի ունեցավ, որից հետո բարդ էր արդեն կառավարել գնդակ ու անկյունային իրականացնի հիմա արդեն Այաքսը Բետիսի դարպասի ուղղությամբ եւ տեսնենք այս փորձը Այաքսի ֆուտբոլիստների մոտ ինչպես կստացվի Ավետիսյան բարձից փոխանցում Բունյատյան ու այստեղ փորձեց ամենահարմար տարբերակով հարվածել Մոզ Բունյատյանը ներողություն այսքան ժամանակ ուներ մտածելու բայց իհարկե չնստեց գնդակը Բունյատյանի գլխին այս իրավիճակում չորսած ընթացքից գնդակը այդպես ասենք Մոզ Բունյատյանը այլապես շատ հաջող հարված կարող էին տեսնել Իսկանդարյան անցումը լավն էր փոխանցում դեպի կենտրոն վտանգավոր է ու այստեղ Հայրապետյանը վրիպում է շատ նպաստավոր դիտքից այլ Այաքսի ամենավտանգավոր պանն էր այս խաղում իհարկե որը կարող էին վերացել դարպասի գրավման բայց չստացվեց այո Ընդամենը օրեր առաջ մենք տեսանք այս նույն խաղադաշտումը արդեն Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը այստեղ Բունյատյանը խախտել է խաղի կանոնները Մուսախանյանի դեմ պայքարում այո օրեր առաջ տեղի ունեցավ այստեղ Եվրոպա ներողություն Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը որտեղ Վիլյարեալը մրցում էր Երևանի Ատլետիկոյի դեմ ու Վիլյարեալը կարողացավ հաղթահարել Չեմպիոնների լիգայի Ոչ ներողություն եմ խնդրում Winter Cup-ի մրցաշարի մասին, Winter Cup մրցաշարի մասն էր խոսքս Վիլյարեալը կարողացավ առավելության հասնել 2-0 հաշվով Ատլետիկոյի դեմ խաղում Իսկ արդեն Չեմպիոնների լիգայի եզրափակիչում մի վտանգավոր իրավիճակ է սկզբում Մուրադյանը հետո եթե չեմ սխալվում Եսայանը հեռացեցին գնդակը Վանիկ Պետրոսյան մեկ հպումով բայց Պողոսյանը լավ գործեց, գլորեց գնդակը խորեն Հովանիսյանին ու եւս մեկ գրո ենք տեսնում Այաքսից Հովանիսյան անադարձ ու անկյունային, այո անկյունային վաստակում է Այաքսը թիմերի հակագրոնները շատ վտանգավոր են ստացվում, իսկ Չեմպիոնների լիգայի խաղում Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը այո նույնպես կայացավ Ընդամենը երկու շաբաթ առաջ այնտեղ էլ մրցում էին Մանչեսթեր Սիթին ու Ատլետիկո Երևանը, Երևանի Ատլետիկոն պարտվելից 1-0 հաշվով կարողացավ խաղ վերադառնալու հաղթանակի հասնել 3-1 հաշվով հիմա էլ վտանգավոր իրավիճակ էր Մարկարյանի նետումն էլ անհաջող էր, բայց այստեղ Գևորգյանը վերականգնեց գնդակը երկար փոխանցում դեպի Աչեզր Հովանիսյանից, բայց այստեղ Վանիկ Պետրոսյանին այո բաժին ասավ գնդակը դեպի կենտրոն Գևորգյան թողեց գնդակը Հովանիսյանին եւս մեկ փոխանցում Բունյատյանն է հիմա երաշտում գնդակը Հովանիսյանը հաջող գործողություն էր Դիլանյան ստացվեց Հովսեփյանին ասցիագել գնդակ իսկ այս փոխանցումը մի փոքր ուժեղ էր Արա Եսայանն է գնդակով եւս մեկ փոխանցում այստեղ էլ փակվեց Եսայանի փոխանցման ճանապարհը Հովանիսյան գուցե երվից փորձեր ոչ ամենայն դեպս նա կարող է իսկապես շատ լավ հարվածների է տիրապետում Հովանիսյանը Վանիկ Պետրոսյան Եսայանը լավ է աշխատում այս դրվագում Հայրապետյան պետք չէ շտապել բայց ամենայն դեպս գրոյի տեմպն էլ ընկավ այստեղ արդեն Այաքսի ֆուտբոլիստների երկրորդ տեմպով է գրովում Այաքսը Հովանիսյան սա փոխանցում էր որը փակվեց ու հիմա Բետիսը կփորձի եւս մեկ գրո սկսել Պետրոսյանն է արագանում մի փոքր դադար հիմա վերցրեց բայց հիմա տեսեք Հովանիսյանը արդեն նահանջեց ու կանգնեց Պետրոսյանի առաջխաղացման ճանապարհին Մնաց գնդակով Պետրոսյանը կհարվածի Պետրոսյանը առայժմ պահում է գնդակի մոտ եւ այստեղ Բունյատյանը կարողանում է այն հեռացնել դաշտի սահմաններից դուրս այո եզրից կնետի Բետիսը իսկապես շատ հետաքրքիր ու լարված հանդիպման ականատեսն ենք լինելու եւ մի ամբողջ երկրորդ խաղակես դեռ իհարկե այս լարվածության ներքո կընթանա դեռ առաջի խաղակեսն էլ իհարկե այնպես չէ որ ավարտվում է դեռ կա բավական խաղաժամանակ դեռ թիմերը առնվազն առաջի խաղակեսում 9 րոպե խաղաժամանակ ունեն Դավիթ Մուսախանյանն ու այստեղ արդեն ստացվեց Մուսախանյանի մոտ հարվածային դիրքում հայտնվել բայց գնդակը
Հովանեսյանը դաշտի սահմաններում երկար փոխանցում առաջ արված են, տեսանք այստեղ Հովսեփյանից, այո շատ բարդ իրավիճակում։ Արված է Հովսեփյանը, բայց ամեն դեպքում Ալիկ Մուրադյանը վերցեց գնդակը մի փոքր նաև թույլ ստացվեց Հովսեփյանի հարված, իսկ հիմա արդեն Հովսեփյանը հայտնվել է խոտածածկին, տեսնենք ինչ է պատել Բետիսի 11 համարին, հիմա էլ Հովսեփյանը չստանա վնասվածք ու այս կարևոր պայն իհարկե թողնի միայնակ խաղանկետներին, բայց հիմա մրցավարը կարծես դրվագ է ուսումնասիրելու։ Գիտեց մրցավարը այստեղ դրվագի կրկնապատկերը ու Հովսեփյանի դեմ պայքարում չկար մրցակցի կողմից խաղի կանոնների խախտում այդ դրվագներ ուսումնասիրում մրցավարը ու հիմա արդեն մրցավարը գնդակը կհանձնի Այաքսի ֆուտբոլիստներին Իսկ հիմա արդեն իհարկե ծափարությունները Այաքսին գնդակը մրցակցին հանձնելու համար ու Բետիսը կսկսի խորքից Դիլանյան դեպի Աչեզր Բաղդասարյանն է այստեղ այո նա քիչ առաջ դուրս եկավ խաղադաշտ Գևորգյանը այստեղ Իսկանդարյանն է հաջող խլում իրականացնում, բայց Գևորգյանը հետո արդեն թիկունքից խախտեց խաղի կանոնները եւ բավական վտանգավոր դիրքում հիմա արդեն Այաքսը վաստակում է Տուգանային հարվածի հնարավորություն ու իսկ Այաքսը ունի իր թիմի կազմում կատարողներ, ովքեր կարող են իսկապես նմանատիպ տարածությունից լավ հարվածներ իրականացնել, հատկապես իհարկե խոսքս ուղղված է Խորեն Հովանեսյանին, նա ունակ է նմանատիպ տարածություններից նմանատիպ գոլեր հեղինակել ինչպիսին իհարկե կանխատեսելի է ու տեսնենք Հովանեսյանի հարվածը ինչպես կստացվի ամենայն հավանականությամբ հարվածը քանի որ շատ մոտ է տարածությունը եւ ձախ ոտքով նա կարող է ուշքու հարված իրականացնել Կա մրցավարի սուլիչը տեսնենք Խորեն Հովանեսյան թե Եսայան թողեց Եսայանը Հովանեսյանը հարվածեց բայց պատկազմած ֆուտբոլիստները իրենց վրա ընդունեցին Հովանեսյանի հարվածը Բունյատյան պարզապես առաջ այո հակագրոյելու հնարավորություն չտալ մրցակցին եւ ես իսկ նետի Բետիսը Հովանեսյան Բայց գնդակը Հովանեսյանը դեպի կենտրոն Վանիկ Պետրոսյանի ուղղությամբ նորից դեպի Հովանեսյանը ստացվեց այստեղ անցումը Հովանեսյանի մոտ եւս մեկ փոխանցում դեպի Մուսախանյանը հարադարձ տեղի ունեցավ ու այստեղ Աբրահամյանին բաժին ասավ գնդակը իսկ հետո արդեն Այաքսը լավ պաշտպանվեց ուսագրոյ իսկ կարող է հանդիսանալ Այաքսի համար Խորեն Հովանեսյանը աչեզրում է Հովանեսյանը բայց չանցավ այստեղ էլ Հովանեսյանի փոխանցում ու Դավիթ Հովանեսյանն ընթանում առաջ երվից է հարվածում բայց Բունյատյանը փակում է գնդակի ճանապարհը Պողոսյան Բունյատյան կրկին Պողոսյան Նորից Բունյատյանին գլորեց գնդակու արդեն փորձում է Այաքսը դուրս գալ պաշտպանությունից լավն էր այս փոխանցումը դեպի Հովանեսյանը Հայրապետյան մի փոքր այստեղ ուժեղ ստացվեց Հայրապետյանի փոխանցումը ու գնդակն էլ դուրս եկավ դաշտի սահմաններից դուրս նետում է եսից Արնոլդ Աբրահամյանը Վանիկ Պետրոսյան դեպի Աջ Բաղդասարյանի ուղղությամբ ու շատ լավ նկատեց այստեղ Դավիթ Հովանեսյանը եւ կատարեց այս փոխանցումը Բաղդասարյանը Հովանեսյանն էլ շարժվեց առաջ դեպի Վանիկ Պետրոսյանը Նորից հետ փոխանցում Բաղդասարյանին երկար փոխանցում դեպի Մուսախանյանը Մուսախանյան հերվից փորձ մի փոքր շեղությամբ ստացվեց Մուսախանյանի կատարած արված այս դրվագում Պետք է իսկապես պետք է Այաքսը շեշտը դնի պաշտպանության մասին է խոսքս իհարկե Դավիթ Մուսախանյանին վերահսկելու գործում նա շատ սպառնալից է դառնում երբ իհարկե ստանում է հարված կատարելու հնարավորություն ճիշտ է այս դրվագում
Շեղությամբ ստացվեց Մուսախանյանի կատարած հարվածը, բայց նա իհարկե երբ ունենում է տարածություն ժամանակ մտածելու արդեն իհարկե շատ վտանգավոր է դառնում մրցակիցների համար, այստեղ էլ Բաղդասարյանն է հրաշալի գործում ու Գևորգյանին ուղարկում գնդակը, բայց ստացվեց, այո Գևորգյանի մոտ է ստացվեց փոխանցումը Բաղդասարյան եւ այստեղ Մոզ Բունյաթյան, հրաշալի պաշտպանվեց Բունյաթյանը եւ միայն անկյունային կիրականացնի Բետիս ուներ այո քանակական առավելություն այս գրոյի ժամանակ, բայց իհարկե քանակական առավելությունը չկարողացան վերածել դարպասի գրավման ընդհակառակը Բունյաթյանը ասենք, որ հրաշալի պաշտպանվեց ու հիմա անկյունայինի խաղարկումը տեսնենք ինչպես կստացվի Բաղդասարյանը կիրականացնի այն կա փոխանցում, բայց թույլ ստացվեց մի փոքր ու Իսկանդարյանը հեռացնում է գնդակը դաշտի սահմաններից դուրս Գևորգյան լավ փակեց գնդակը մարմնով դեպի կենտրոներ ուղարկում դեպի Մուսախանյանը, բայց այստեղի արդեն Այաքսի պաշտպաններն էին Ավետիսյան եւ պարզապես առաջ, բայց տեսեք խնդրեմ ստացվեց փոխանցում Ավետիսյանի կողմից ու եզրային նետում Այաքսին է լինելու, այո Իսկանդարյանը շատ գրագետ վարվեց այս դրվագում Ավետիսյան դեպի Եսայանը ու Եսայանն էլ գլորում է գնդակը Մոզ Բունյաթյանին Լավներ Բունյաթյանի կատարած այս փոխանցումը, բայց իհարկե արդեն մի փոքր ուժեղ ստացվեց, Հայրապետյանը հասնել գնդակին չէր կարող Եվ իրականացնում են եզրային նետումը Բետիսի ֆուտբոլիստները կրկին Վանիկ Պետրոսյան Բայց այստեղ կորցրեց գնդակը Բետիսը արդեն Այաքսը կնետի եզրից Սարգսյան Կար, այո, կար խաղի կանոնների խախտում, ակնհայտ խախտում Աբրամյանը Շեղությամբ այստեղ հարվածը ստացվեց եւ Մարկայանը գնդակը մտցնում է խաղի մեջ Հովանիսյան Երկար փոխանցում առաջ Բունյաթյանը նորից վերահսկում էր պաշտպանության կենտրոնը եւ շատ հաջող փոխանցում ստացվեց դեպի Ավետիսյան Իսկանդարյան Սա փոխանցում էր ու եթե հասներ գնդակը Խորեն Հովանիսյանին, ապա միայնակ կմնար Այաքսի 88 համարը դարպասապան Մարկայանի դիմաց, բայց վերջին պահին լավ պաշտպանվեց Բետիսը Մոզ Բունյաթյան գլորեց գնդակը դեպի Աչ Հովանիսյանն էլ հասավ այս գնդակին Թողեց Պողոսյանին Բայց այստեղ արդեն երկու մրցակցի դեմ էր պայքարում Պողոսյանը ու արդյունքում կորցրեց գնդակը հետո փորձում է վերականգնել, բայց Դավիթ Հովանիսյանը լավ գործեց եւ այո կար խաղի կանոնների խախտում Պողոսյանի կողմից այս դրվագում Հովանիսյան ուժեղ փոխանցում առաջ Գևորգյան լավ իջեցեց գնդակը ուղարկեց Մուսախանյանին, բայց Մուսախանյանի հարվածը բավական բարձր է ստացվում ու առաջի խաղակեսը հենց այստեղ ավարտվում է, այո դարպասի գրավում խաղակեսից հետո չունենք, մի փոքր հանգստանանք, որից հետո արդեն շարունակենք այս հանդիպումը Սիրելի ֆուտբոլասերները մենք վերադառնում ենք միասին Եվրոպա լիգայի եզրափակիչ հանդիպան երկրորդ խաղակեսի դիտելու այո գոլազուրկ առաջին կես ունեցանք դարպասի գրավում այդպես էլ չունեցանք ու ուսանք որ թիմերը երկրորդ խաղակեսում իհարկե նաև կուրախացնեն մեզ դարպասի գրավումներով Վտանգավոր պահեր ունեցանք առաջի կեսում երկու թիմերի կատարմամբ էլ իսկապես երկուսն էլ մոտ էին հաջողության Դավիթ Մուսախանյան նորից Բետիս ակտիվ մեկ տարկեց խաղակեսը ինչպես առաջինը Մուսախանյան հարված բայց մի փոքր չեղ է ստացվում Մուսախանյանի հարված այո գրեթե նույն տիպիկ պատկեր ինչ առաջի խաղակեսում ունեցան երբ Բետիսը ունեցավ հնարավորություն 1-2 դրվագ հետո Այաքսը պատասխանեց ու հիմա կարելի ասել արդեն հերթը Այաքսին է դառնում այս խաղակեսում
Այո, ունեցանք բավական հետաքրքիր, բավական դրամատիկ առաջին կես, բայց միայն մեկ տարբերությամբ, որ դարպասի գրավում չունեցանք ու կրկնում եմ հուսանք, որ թիմերը մեզ հուսախապ չեն անի եւ երկրորդ խաղակեսում գոնե իհարկե, եթե ոչ ոքի, ապա գոնե 1-1 հաշիվ գրանցվի այս խաղում դարպասի գրավում տեսնելու համար, իհարկե միևնույնն է, անկախ ոչ ոքի արդյունքից, ցանկացած ոչ ոքին վերածվելու է այդ խաղային 11 մետրանոց հարվածաշարի, բայց իհարկե կարող է կողմերից որևէ մեկ նույնիսկ մեկ գնդակի առավելություն ու դա եզրափակիչում բավական կլինի դիտոսը վեր բարձրացնելու համար գլորում են գնդակ Այաքսի ֆուտբոլիստները Եսայան դեպի Սարգսյանը ու Բունյատյանին գլորեց Սարգսյանն էլ գնդակը նորից Եսայան շատ լավ է խաղարկում այստեղ գնդակը Այաքսը բայց Հովսեփյանից այստեղ գնդակը դուրս եկավ դուրս Սարգսյան Չկար ոչինչ, Մուսախանյան մաքուր է խլել գնդակը Բետիսը, բայց Բունյատյանն էլ փակեց գնդակի ճանապարհը սա Իսկանդարյանի հեռար փոստեր, որը շեղությամբ ստացվեց։ Ու հիմա արդեն Բետիսը խորքից եւս մեկ գրո է փորձում սկսել նորից Դավիթ Մուսախանյանին է ուղղված այս փոխանցումը ավելացեց գնդակի ընթացքը դեպի Պետրոսյան ու Եսայանը վերջի պահին հաստրեց եղել գնդակի ուղղությունը Վանիկ Պետրոսյան դեպի աջ տարավ դադար է հիմա վերցնում Պետրոսյանը բայց շատ լավ էլ պահում է գնդակի իր մոտ Երկար փոխանցում առաջ Բադալյանից Մուսախանյան եւ այստեղ մաքուր գործողություն էր Իսկանդարյան ստացվեց փոխանցել գնդակը Հովանեսյանին, բայց Հովանեսյանի մոտ Դիլանյանին շրջանցել չստացվեց, շատ վստահ խաղակես անցկացեց այդ Դիլանյանը Բետիսի կազմում պաշտպանությունում առաջի խաղակեսում փայլեց ու հիմա արդեն Իհարկե նրանից նույնպես շատ մեծ բան է կախված այս հանդիպան շրջանակներում վտանգավոր իրավիճակ է, իսկ ինչա այստեղ հարված տեսանք, բայց փակվեց գնդակի ուղղությունը, իսկ հիմա Մուրադյանը վերցնում է գնդակը ու այո կար խաղի կանոնների խախտում այստեղ հարցակվող թիմի կողմից Մուրադյանը հիմա գնդակը կմտցնի խաղի մեջ Բունյատյանին գլորեց դեպի Խորեն Հովանեսյանն է ուղարկում Բունյատյանն էլ գնդակը Հովանեսյանն է փորձում արագանալ, բայց այստեղ էլ լավ պաշտպանվեցին Բետիսի ֆուտբոլիստները, վտանգավոր գրոհ կարող է ստեղծել Բետիսը, գտան Վանիկ Պետրոսյանին, ով կարող է հերվից հարվածել, ինչպես էլ արեց Պետրոսյանը, բայց Պետրոսյանի հարվածը նույնպես շեղությամբ ստացվեց իհարկե, եթե լիներ սա այլ հանդիպում, օրինակ թիմերը հանդիպեին հերթական տուրի շրջանակներում կամ սա լիներ ոչ եզրափակիչ գոնը իհարկե խմբային փուլ կամ 1/8 եզրափակիչ, ապա Պետրոսյանի հարվածները բավական թնդանոթային են ստացվում եւս 1 շեղությամբ է նորից ստացվում Վանիկ Պետրոսյանի հարվածը, բայց միայն որ հիմա մենք դիտում ենք միասին Եվրոպա լիգայի եզրափակիչ այդ լարվածությունը արդեն խոսում է խաղադաշտում իհարկե Պետրոսյանի հարվածները չստացվեցին այս երկու դրվագում, բայց նա շատ լավ է հարվածում եւս 1 ու Մուրադյանն է հիմա փրկում սա երրորդ փորձն է Վանիկ Պետրոսյանի այս 1-1.5 րոպեների ընթացքում, բայց երրորդ հարվածը ամենավտանգավորները, որից հետո արդեն Մուրադյանի դիրքում էր եւ հեռացեց գնդակը դաշտի սահմաններից դուրս անկյունային ամեն դեպքում կիրականացնի Բետիսը Եվ անկյունայինի խաղարկումը տեսնենք Բետիսի ֆուտբոլիստների բարձից փոխանցում դեպի Մուսախանյանը հասավ գնդակը Բադալյանին փոխանցում Գևորգյանին ու հորիզոնական դարպասածողն է հիմա փրկում Այաքսի եւս մեկը Մուսախանյան բացված է հաշիվը 1-0 Բետիսը դիմակայությունում բացում է հանդիպան հաշիվ ու առաջացնում հաշվի մեջ Մեկ-0 Դավիթ Մուսախանյանը եզրափակիչում առաջ է մղում Բետիսին հաշվի մեջ, այո անկյունայինը, որը գրեթե արդեն չեզոքացված էր համարվում ի վերջո տվեց իր շարունակությունը Բետիսու այսպես փոխանցում, որից հետո Մուսախանյանը ավելացեց գնդակի ընթացքում ունեցանք դարպասի գրավում 1-0 Բետիսը բացում է հաշիվը, այո պետք էր ավելի աչալրջորեն վերահսկել Մուսախանյանին, ինչի մասին խոսեցինք իհարկե առաջին խաղակեսում, նա իսկապես հարձակման առաջատար է ու իր հնարավորությունները շատ լավ է կարողանում օգտագործել։ Հիմա արդեն պետք է մտածի այս
Ամենից հետո Այաքսը առնվազն հանդիպման հաշվի մեջ հավասարություն մտցնելու համար, քանի որ հիմա Բետիսը իհարկե ավելի զգուշավոր կփորձի գործել հատկապես պաշտպանությունում, բայց Այաքսը միշտ վտանգավոր է գրոհում, դա պետք չէ մոռանալ։ Եվս մեկ փոխանցում հասնում է գնդակը Վանիկ Պետրոսյանին, ով ընդունեց ու դեպի աջ տարավ, անցումն էլ ստացվեց, Պետրոսյանը Մուրադյանը փրկում է այստեղ ինչ արեց, Վանիկ Պետրոսյանը այս դրվագում իհարկե անկախ դրանից, որ չունեցան դարպասի գրավում միևնույն է ծափարությունները Վանիկ Պետրոսյանին այս բարայեղ անցման համար ինչ անցում ու հարված էր, եթե իհարկե գրավում էր դարպասը, ապա դա էլ պատկեր կստանար, բայց իհարկե բրավո Վանիկ Պետրոսյան, շատ լավ խաղը վերցրեց իր վրա ու միայնակ վճռեց, գրեթե վճռեց դրվագի ելքայու հարվածային դիրքում հայտնվեց իր համար, իսկ սա Այաքսի պատասխանն է Մարգարյան ու բրավո Մարգարյան, հիմա էլ Իսկանդարյանի հարվածը կարողացավ Մարգարյանը ետ մղեց առաջին հարվածը, բայց հետո երկրորդ հնարավորությունից իհարկե ֆիքսեց գնդակը, եթե հիմա Այաքսը հավասարեցներ հանդիպան հաշվի իհարկե այսպես ասած շատ անցանկալի իրավիճակ կստեղծվեր Բետիսի տեսանկյունից, կստեղծվեր Վանիկ Պետրոսյանի տեսանկյունից, քանի որ նա վարկյաններ առաջ չգրավեց դարպասը, բայց իհարկե այդ պահը արդեն անցյալում է։ Դուք տեսնում եք այն ֆուտբոլիստին, ով ընդամենը վարկյաններ առաջ կատարեց այն ամեն ինչի մասին խոսում էինք, անցումը յանալի էր, բայց դարպասը գրավել այս անգամ Պետրոսյանի մոտ չստացվեց, իսկ հիմա արդեն գնդակը դարպասապա Մարգարյանը կմտցնի խաղի մեջ, դեպի Հովհաննիսյանը ուժեղ փոխանցում նորից Վանիկ Պետրոսյանի ուղղությամբ, հասավ գնդակը Պետրոսյանին, գուցե հիմա ոչ, այստեղ էլ հասցրեց նույնիսկ հեռացնել գնդակը դաշտի սահմաններից դուրս Այաքսի պաշտպանը, տվյալ դեպքում ոչ Հայրապետյանն էր հայտնվել, այո, օգնում էր պաշտպանությանը ու հիմա արդեն կտեսնենք անկյունային հարվածը, հիշեցնեմ, որ Բետիսը դարպասը գրավեց անկյունայինի խաղարկումից հետո, որը իհարկե չասենք հենց անմիջապես անկյունայինի փոխանցումից, բայց ի վերջո տվեց իր արդյունքը։ Պետրոսյան եւս մեկը հեռացնում է հիմա Այաքսը գնդակը Դիրանյան, բայց այստեղ Խորեն Հովհաննիսյանին բաժին ասավ գնդակը։ Ու տեղափոխություն դեպի Իսկանդարյան, թողեց Իսկանդարյանն էլ գնդակը Հայրապետյանին ու հիմա Այաքսը պետք է փորձի, իսկապես Այաքսը կարծում եմ րոպեներ անց արդեն իհարկե կորցնելու ոչինչ չունենա, դեռ ունի խաղաժամանակ, իսկապես Այաքսը այնքան խաղաժամանակ, որ ոչ միայն 1, նույնիսկ 2-3 գնդակի մասին ցանկացած թիմ կարող է մտածել ավելի շրջանակներում, այդպիսի ժամանակ ունի Այաքսը, բայց իհարկե որքան մոտենա հանդիպման ավարտը այնքան կբարթանա Այաքսի խնդիրը, քանի որ Բետիսը այդ ընթացքում արդեն իհարկե կսեղմվի պաշտպանությունում եւ արդեն Բետիսի դարպասը գրավելը կրկնակի, երակի, քառակի նույնիսկ վար կստացվի։ Ամենայն դեպս տեսնենք իհարկե ժամանակը ցույց կտա ինչպես է ընթանում հանդիպումը։ Սարգսյան դաթար վերցրեց եւ կար խաղի կանոնների խախտում այստեղ Վանիկ Պետրոսյանի կողմից։ Այաքսը վաստակել է տուգանային հարվածի հնարավորություն, Արայիկ Ավետիսյանն է գնդակի մոտ։ Հերու է իհարկե տարածությունը, բայց պետք է փորձել կա մրցավարի սուլիչը Ավետիսյանը մոտենում է գնդակին, Ավետիսյանը գլորում է գնդակը դեպի Իսկանդարյանը, Խորեն Հովհաննիսյանը հերվից փորձ եւս մեկ անգամ ու այստեղ է շատ լավ է պաշտպանվում Հովսեփյանը, այո, փակեց Հովհաննիսյանի հարվածի ճանապարհը եւ տեսեք անմիջապես գրովում է Բետիսը, բայց Մուսախանյանի մոտ գնդակը ֆիքսել չստացվեց, իհարկե մի փոքր ուժեղ էր այս փոխանցումը եւ Ալիկ Մուրադյան դեպի աջ, այո, 11 մետրանոց են հիմա պահանջում Այաքսի ֆուտբոլիստները, իհարկե հասկանալի է այս արձագանքները, այս էմոցիաները խաղադաշտում, կար վարկած Հովսեփյանի կողմից ձեռքով խաղ լինել չլինելու հետ կապված, բայց իհարկե շատ մաքուր էր գործել Հովսեփյանը այդ դրվագում, մրցավարը շատ մոտ էր կանգնած ու ակնհայտ իհարկե նկատեց, որ Հովսեփյանը միտումնավոր շարժում չի կատարում ձեռքով, Պողոսյան դեպի ետ, Հայրապետյանի ուղղությամբ, Իսկանդարյան,
Ստացվեց փոխանցել դեպի Խորեն Հովանիսյանը։ Հովանիսյան ու Մուսախանյանը, տեսեք արդեն նա Անջելա Մուսախանյանն ու օգնում է պաշտպանությունում, նա գրեթե իր գործի, այսպես ասած 90%-ը կատարեց, նա դարձավ գոլի հեղինակ եւ այն էլ ինչպիսի գոլ է հեղինակել եզրափակիչում Եվրոպա լիգայի, որը այս պահի դրությամբ ոսկե գնդակ կարելի է համարել, քանի որ եզրափակիչում հաղթանակ է պարգևում այս րոպեի դրությամբ Բետիսին։ Գևորգյան ստացվեց տանել գնդակի իր հետ, բայց այստեղ Բունյաթյանը շատ ամուր էր կանգնած, Հայրապետյան վտանգավոր գրոյի է անցնում Այաքսը, Հայրապետյան այստեղ մի փոքր բարդ իրավիճակ էր, իսկ հետո չկա խաղի կանոնների խախտում, իսկ հիմա արդեն Կարապետիսյանի դեմ պայքարում, այո մրցավարը շատ հստակ ցույց տվեց խաղի կանոնների խախտում ու Բետիսը բավական վտանգավոր դիրքում խախտեց խաղի կանոնները եւ տվեց Այաքսին տուգանային արված իրականացնելու հնարավորություն, իհարկե նախ առաջտայինը տեսնենք ինչ է պատել Ավետիսյանին։ Մարկայանը կազմում է պատը եւ տեսնենք Այաքսի այս հնարավորությունը Այաքսի ֆուտբոլիստները ինչի կփորձեն վերացել ավելի մոտ տարածությունը հիմա Խորեն Հովանեսյանի համար առաջացել քան առաջի խաղակեսում էր այդ հարվածները, որոնք նա կատարեց տուգանայինից եւ տեսնենք Հովանեսյանի այս փորձը իհարկե սա ամենավտանգավորը կարող է դառնալ, բայց կարծես Իսկանդարյանն է հարվածելու ու այստեղ Բաղդասարյանն է ճիշտ դիրքում կանգնում գնդակի ճանապարհին, այո դարպաս էր ընթանում գնդակ ու Մարկայանը տպավորությունն այնպիսի էր որ արդեն չի հասնի ոչինչ անել, այդպիսի վստահ հարված էր կատարել Իսկանդարյանը, բայց իհարկե բրավո Բաղդասարյան շատ լավ կրայեց հարվածի ուղղությունը ու փակեց գնդակի ճանապարհը Վայե Պողոսյան Գևորգյանն է հիմա լավ գործում, բայց Պողոսյանը իհարկե պայքարի միջև վերջ, հետո էլ Բունյաթյանը եկավ փոխօգնության ու հարված կլինի Ալիկ Մուրադյանի պաշտպանած դարպասից Մուրադյան գլորեց գնդակը Ավետիսյան ու Պետրոսյանը խլում իրականացեց այստեղ եւ անկյունային է Բետիսը վաստակում Եվ տեսնենք անկյունայինի փորձը արդեն ինչի կվերացի Բետիսը հիմա Վանիկ Պետրոսյանը աչ եզրից իրականացնի անկյունայինը ցածից այս անգամ բայց հեռացված է գնդակը ես իսկ կնետեմ Բետիսի ֆուտբոլիստները Բաղդասարյանը կնետի եզրից դեպի Պետրոսյանը Նորից Բաղդասարյան ու երկար փոխանցում առաջ, այո ավելի լավ էր, այսպես կան սխալվել Հովանեսյան այստեղ մի փոքր անհաջող ընդունեց ու վրա ասած Մուսախանյանը անմիջապես լավ գործեց Պետրոսյան եւս մեկ փորձ ու Մուրադյանը նորից դիրքում էր այո Վանիկ Պետրոսյանի երկրորդ հարվածը ետ մղում այս մեկը բայց այստեղ էլ Հովսեփյանի հարվածի ճանապարհին կանգնեց Մոս Բունյաթյան ու եզրային նետում իրականացնի Բետիսը հեռացեց Բունյաթյանը գնդակը այո հիմա իհարկե եթե Բետիսը խփեր երկրորդ ծայրահեղության կհասներ Այաքսի Լուծելի խնդիրը այս խաղում, որը պետք է Այաքսը միջև վերջ հավատա եւ փորձի կատարել իհարկե Բետիսն էլ այս նույնիսկ մեկ գնդակի առավելությունը պետք է փորձի պահել ու այն վերածել չեմպիոնական գնդակի, որը հեղինակել է Դավիթ Մուսախանյանը, այո Բետիսի հավաքը Հովանեսյան լավն էր անցումը փոխանցումը նույնպես դեպի Մուսախանյանը հասավ իհարկե Պողոսյանը խոչընդոտ հանդիսացավ բայց ամեն դեպքում այստեղ հասցրեցին գնդակը Եսայան ու ինչ այստեղ անկյունային այո անկյունային է վաստակում Բետիսը Amaçım olmasa mı? Fayda sağ
Վանիկ Պետրոսյան եւս մեկ փոխանցում ու Մուսախանյանը միայն ակեր մնացել արդեն արված կատարելու պայն, բայց մի փոքր հերուներ ընթանում Պետրոսյանի կատարած փոխանցումը Հովանեսյանն նետում իրականացված է, Հովսեփյան այստեղ հեռացեց գնդակը Բետիսը որքան հնարավոր է հեռու, բայց իհարկե Այաքսը կրկին վերականգնեց գնդակը Հովանեսյան դեպի Հայրապետյանը Այստեղ էլ Դիլանյանը լավ աշխատեց թիկունքից, Դավիթ Մուսախանյան չհասավ գնդակը Գևորգյանին ու հիմա արդեն գրովում է Այաքսի Իսկանդարյան, լավն էր փոխանցումը Խորեն Հովանեսյան ու մի փոքր բարձր է ստացվում Հովանեսյանի արվածը, ինչ վտանգավոր իրավիճակ էր, որից կարող էր կարճել Այաքսը ու որտեղ կարող էր հավասարվել հանդիպման հաշիվը, բայց իհարկե Փրկվեց, այո, այս իրավիճակում Բետիսը իսկապես չնստեց գնդակը ամենալավ կերպով Խորեն Հովանեսյանի ոտքին, այսպես անվանենք այս դրվագը Այաքսը իհարկե դեռ կգրոյի Այաքսը դեռ փորձի իհարկե Օպեներյանց արդեն թողնել ամեն ինչ ունետվել առաջ ճիշտ է դեռ ունի խաղա ժամանակ Այաքսը, բայց կրկնում եմ որքան մոտենա հանդիպումն ավարտին, այնքան ավելի է բարդանալու Այաքսի խնդիրը Իսկանդարյան Լավն էր փոխանցումը նորից հասավ գնդակը Խորեն Հովանեսյանին վտանգավոր գրո Հովանեսյանը աջ ոտքով ու բարձր է ստացվում Հովանեսյանի այս հարվածը, բայց անկյունային Այաքսը վաստակում է այս իրավիճակում դա առաջին պատճառն էր իհարկե որ չհայտվեց գնդակը դարպասում, քանի որ դիպավ գնդակը Բետիսի ֆուտբոլիստին այլապես արդեն բարդ ու վտանգավոր հարված էր իրականացել Խորեն Հովանեսյանը անկյունայինը տեսնենք 6 րոպե հիմնական ժամանակի ավարտին մնացել է Բունյատյան, իսկ այստեղ արդեն կար խախտում հարձակվող թիմի կողմից եւ իհարկե այդքան ժամանակ ունի Այաքսը մեկ գնդակ հեղինակելու, այդքան ժամանակ ունի Բետիսի իրավիճակությունը պահպանելու իհարկե դեռ մրցավարն էլ կարող է փոխհատուցել, ես հիմնական ժամանակի մասին եմ խոսում ու տեսնենք ընդամենը 2-3 րոպե կարող է Այաքսը հանգիստ իհարկե բացվել ու փորձել նետվել առաջ ողջ կազմով փրկելու համար այս հանդիպումը հիմա խախտում կար Մուսախանյանի դեմ պայքարում Քանի որ իսկապես կրկնում եմ պարտվել եզրափակիչում 1-0 կամ 2-0 դա նույն արժեքն է պարտությունը մնում է պարտություն բայց իհարկե ողջ կազմով նետվելով առաջ մոռանալով պաշտպանության մասին ընդամենը րոպեներ անց ես դա կրկնում եմ երբ հանդիպան ավարտին կմնա 1 կամ 2 րոպե առնվազն առավելագույնը խաղա ժամանակ իհարկե Այաքսը պետք է փորձի հիմա ստանդարտը տեսնենք Մուսախանյանն է գնդակի մոտ Տեսնենք ինչ հարված կստացվի, բարձր է այս անգամ Մուսախանյանի փորձը ստացվում Մուրադյան ցածից փոխանցում Իսկանդարյանն էլ ուղարկեց գնդակը դեպի Ավետիսյանը, այո, սայթակեց Ավետիսյանը, բայց հետո կարողացավ պահել գնդակը Եսայան Լավն էր փոխանցումը Հովանեսյանն ընդունեց գնդակը շարժվում է առաջ Խորեն Հովանեսյանը Նորից Ավետիսյանին գլորեց գնդակը, նորից Հովանեսյան, լավ է խաղարկում Այաքսը, Խորեն Հովանեսյան, Իսկանդարյանին փորձեց հասցեակել, բայց Մուսախանյանը շատ արագ էր այս դրվագում, փոխանցում վտանգավոր է Աբրահամյան ու թույլ ստացվեց այստեղ էլ Աբրահամյանի փոխանցումը Եսայանը լեռացեց գնդակը նորից կգրոյի Այաքսը արդեն պետք է ավելի արագացնել գրոյի տեմպը Հայրապետյան դեպի Ավետիսյանն է ուղարկում գնդակը իսկ այստեղ լավ չհասկացան Ավետիսյանն ու Հովանեսյանը միմյանցու արդյունքում գնդակը Մուսախանյանին է բաժինացնում Հիմա էլ սխալվեց Բետիսը ու Հայրապետյանը գնաց պրեսինգի, բայց հենց Հայրապետյանից էլ գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից դուրս Երկար փոխանցում ենք նորից տեսնում դեպի Վանիկ Պետրոսյանի ուղղությամբ Պետրոսյան փորձեց մեկը փոմով տանել, բայց Եսայանը շատ լավ գործեց այստեղ հեռացեց գնդակը դաշտի սահմաններից Բաղդասարյանն է նետում իրականացնում Հովսեփյան կրունկով դեպի Գևորգյանը Գևորգյանն էլ դեպի աջ Բաղդասարյանը հասավ այս գնդակին
Փոխանցում էլ կատարեց ու Բունյակյանը եւ հերացեց գնդակ ու դա կարող է հակագրոյի սկիզբ հանդիսանալ Այաքսի ֆուտբոլիստների համար Իսկանդարյան իսկ այստեղ չհասկացան միմյանց Իսկանդարյանն ու Այրապետյանը Աբրահամյան դեպի Պետրոսյանը գլորեց գնդակը իսկ հիմա անկյունային է նորից վաստակում Վանդիկ Պետրոսյանը Այո լարված րոպեներ են մնացել է հանդիպանավարտին արդեն 4 րոպեից ավելի քիչ խաղաժամանակ եւ այդքան ունեն թիմերը իրենց տրամադրության տակ կամ իհարկե կհավասարեցնի Այաքսը հանդիպանաշիվում են կարող են դիտել հետ խաղային 11 մետրով զարվածաշար կամ իհարկե Բետիսը հիմնական ժամանակում կլուծի հարցերը եզրափակիչում Գևորգյան դուրս է գալիս գնդակը դաշտի սահմաններից դուրս բայց դա իհարկե չի հետաքրքրում այս պահի դրությամբ կարծում եմ Բետիսի ոչ մի ֆուտբոլիստի Ավետիսյան դեպի Հովանիսյանը գլորեց գնդակը կար այո կար խաղի կանոնների խախտում Խորեն Հովանիսյանը դեմ պայքարում Ավետիսյան դեպի Բունյակյանը նորից Ավետիսյան իհարկե պետք է արագացնել հիմա ժամանակը պարզապես աշխատում է Բետիսի օգտին Հովանիսյան կար խախտում, բայց մնաց գնդակը Հովանիսյանի մոտ այդ իսկ պատճառով չսուլեց մրցավարը շարունակում է Այաքսի գրող Խորեն Հովանիսյան եւ հիմա նշանակվում է խաղի կանոնների խախտում ու դեղին քարտ է ստանում Աբրահամյանը իհարկե միտումնավոր խաղի կանոնների խախտելու համար Եվ տեսնենք փոփոխություններ տեղի ունեցան թիմերի կազմում հիմա էլ Արայիկ Ավետիսյանն է գնդակի մոտ շատ պատասխանատու լարված պայ իհարկե կարող է լավ հարվածել Ավետիսյան ու ամեն ինչ կփոխվի Կասուլիչ Ավետիսյան ու հիմա հորիզոնական դարպաս սածողն է օգնության գալիս Բետիսին ինչ հարված կատարեց Արայիկ Ավետիսյանը այս դրվագում ու եթե գնդակը հայտնվեր դարպասում իհարկե շքեղ ու ֆենոմենալ գնդակ կտեսնենք Այաքսի 10 համարից ով կատարեց այս հարվածը բայց հորիզոնական դարպասածողը այստեղ էլ եկավ օգնության Բունյակյան ու դուրս է գալիս գնդակը դաշտի սահմաններից դուրս այո Պետրոսյանը պրեսինգի շնորհիվ այստեղ վաստակեց այս գնդակը այս մանր դադարները այս նույնիսկ գնդակը երբ հեռանում է խաղադաշտից դուրս ու պետք է թիմերից որևէ մեկ իրականացնի եզրային նետում իհարկե ձեռնտու են միայն Պետիսի ֆուտբոլիստերին դեղին քարտ հիմա էլ ստացավ Պետիսի ֆուտբոլիստ Գևորգ Բադալյանը խաղի կանոնները խախտելու համար իհարկե դեղին քարտերը հաջորդ մրցաշրջանում կչեղարկվեն եզրափակիչում դա կլինի դեղին կամ կարմիր միևնույն էական չէ մրցաշարը ավարտվում է Հովանիսյան 3 մրցակիցեր Արել Հովանիսյանի շրջափակման մեջ ու այստեղ էլ կորցրեց գնդակը Այաքսը եւ եսից նետելու է Բետիսը այո Նորից փոփոխություններ են կատարում թիմերը Եզրային նետումը իրականացված է Դավիթ Մուսախանյանի ուղղությամբ Սարգսյանը այստեղ լավ գործեց Մուսախանյանն էլ խախտեց խաղի կանոնները Այո հիմա արդեն վերջին ուժերը պետք է ներդնի Այաքսը վերջին րոպեն մեկնարկում է հանդիպան հիմնական ժամանակի Իհարկե չեմ կարող ասել մրցավարը կփոխհատուցի կամ եթե կփոխհատուցի իհարկե որքան կփոխհատուցի բայց սրանք հույսի րոպեներ են Վարդանյան չֆիքսեց բայց եթե Բունյակյանը հասներ գնդակին ու շեղեր այն մի փոքր ապա կհավասարեցներ հանդիպան հաշիվը շատ մոտ էր կանգնած Բունյակյանը ու իհարկե մեծ հավանականությամբ գնդակը կարող էր հայտնվել դարպասում Իսկանդարյան եւս մեկ փոխանցում փակվեց Իսկանդարյանի փոխանցման ճանապարհը ու հիմա Մուսախանյանը կարող է ավարտել այս հանդիպումը դուբլ Մուսախանյանից հիմա հստակ կարող ենք ասել որ Եվրոպա լիգայի չեմպիոնը Բետիսը 2-0 հանդիպումը հենց այստեղ էլ ավարտվում է Մուսախանյանը վերջում նաեւ իր խոսքը կարողացավ այսպես ասել
2-0 ֆուտբոլասերներ եզրափակիչը Եվրոպա լիգայի ավարտվել շնորհավորում ենք Բետիսի ֆուտբոլիստերին այս բարակ ամիսների համար Բետիսը հռչակվում է 2025-26 մրցաշրջանում Եվրոպա լիգայի հաղթողը փոխ չեմպիոնն էլ Այաքսն է ինչի համար ծափար ենք Այաքսի ֆուտբոլիստերին այո Մուսախանյանի դուբլը Բայց այս չեմպիոնությունը Բետիսին եզրափակիչի այս հանդիպման շրջանակներում այս հանդիպման համար նախատեսել ենք այսքանը մեզ մոտ կարճ դադար է որից հետո խաղային օրը կշարունակենք